Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի 65 տարեկանի Շեմի վերահսկման կարգավորումը, այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Մասնավորապես փոփոխությունը վերաբերում է քաղաքացիական, մաքսային, հարկային և համայնքային ծառայության, ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոններին, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարներին, պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին, մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրեններին, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանության լիազորված մարմնի ղեկավարի պաշտոնին։ Նոր կարգավորմամբ վերոնշյալ պաշտոններում աշխատանքային գործունեությունը շարունակելու հնարավորությունն այլևս չի պայմանավորվի անձի որոշակի տարիքի հասնելու հանգամանքով։ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժոզեֆ Նզաբանվիտային։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուանդայի պաշտպանության հարցերով կցորդ գնդապետ Էնթոնի Մբաբգազեն։ Հայաստանում այս տարվա հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 2151 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով մահացել է 114 մարդ, վիրավորվել 3127-ը։ Ըստ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական թվերի զոհվածներից 23-ը կին է, 7-ը երեխա։ Վիրավորների մեջ 409 երեխաներ են։ Ամենաշատ ճանապարհատրանսպորտային պատահարները տեղի են ունեցել Երևանում 847 դեպք, ամենաքիչը Վայոց ձորում 35 դեպք։ Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում հանցավոր խումբ է բացահայտվել 5 հայ է ձերբակալվել անձնական տվյալների գողության և խարդախության կասկածանքով, ինչպես հայտնում է Գլենդելի ոստիկանության դեպարտամենտը բազմաբնակարան շենքերից մեկում նրանք փոխարինել են փոստարկղերի բանալիները գողանալով բնակիչների նամակները, ապա բնակիչների տվյալներն օգտագործել են վարկային կեղծ քարտեր պատվիրելու համար։ Շվեյցարիայում ռուսաստանյան սառեցված ակտիվների ծավալը 2026-ի հունիսի դրությամբ աճել է, հասնելով 8.5 միլիարդ շվեյցարական ֆրանկի, կամ մոտ 10.4 միլիարդ դոլարի։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սառեցված ֆինանսական ակտիվների ծավալը կազմել էր 7.4 միլիարդ ֆրանկ։ Պատժամիջոցների շրջանակում շարունակում են սառեցված մնալ նաև 14 անշարժ գույքի օբյեկտներ, ինչպես նաև սպորտային և շքեղ ավտոմեքենաներ, արվեստի գործեր, կահույք և երաժշտական գործիքներ։ Միաժամանակ Շվեյցարիայում սառեցված են Ռուսաստանի կենտրոնական բանկի պահուստներն ու ակտիվները, որոնց ծավալը հունիսին կազմել է 6.8 միլիարդ ֆրանկ կամ 8.3 միլիարդ դոլար։ Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը հեղեղման պատճառով ուղևորներին խնդրել է մեքենայով չմոտենալ երկրորդ և երրորդ տերմինալներին։ Օդանավակայանի կենտրոնական հատվածը հայտնվել է ջրի տակ, իսկ երկու տերմինալներ տանող մուտքային ճանապարհները շարունակում են փակ մնալ։ Ուղևորներին խորհուրդ է տրվել հնարավորության դեպքում օգտվել երկաթուղային հաղորդակցությունից։ Մեքենայով օդանավական ժամանողներին առաջարկվել է օգտվել 4-րդ կամ 5-րդ տերմինալների մոտ գտնվող կանգառներից և այնտեղից անվճար գնացքով հասնել անհրաժեշտ տերմինալ։ Օդանավակայանի վարչակազմը նաև կոչ է արել ուղևորներին ճանապարհի համար լրացուցիչ ժամանակ նախատեսել։ ԻՀՊԿ հրամանատար գեներալ-մայոր Ահմադ Վահիդին բարձր է գնահատել իրանական զինված ուժերի գործողությունները 6-ամսյա ռազմական գործողությունների ընթացքում։ Նա հայտարարել է իրանական ուժերին հաջողվել է ծնկի բերել աշխարհի պատմության մեջ ամենազինված բանակին։ Վերջինիս խոսքով իրանական զինված ուժերը, ոստիկանությունը, բասիջ ուժերը, ցեղային կազմավորումներն ու հետախուզության ներկայացուցիչները գործել են բարդ պայմաններում և դիմակայել հզոր հակառակորդին։ Նա նշել է իրանական ուժերն իրականացնել են հարձակողական և պաշտպանական գործողություններ, չնայած ինտենսիվ հարվածներին և տարբեր կլիմայական պայմաններին։ ԻՀՊԿ-ի ղեկավարը նաև հայտարարել է նոր մարտավարական խնդիրների կիրառման շնորհիվ իրանական ուժերին հաջողվել է հակառակորդին պարտադրել իրենց կամքը։ Լիբանանի հարավում գտնվող Անսար քաղաքի վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով 6 մարդ է զոհվել։ Աղբյուրների տվյալներով լուսաբացին իսրայելական ավիացիան 3 հարված է հասցրել Նաբաթիե շրջանի Անսարի արվարձաններին։ Հարվածն են հասցվել նաև Նաբաթիա Էլ-Ֆաուկա քաղաքի մերձակայքի տարածքին։ Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է զոհերի թիվը կարող է աճել։ Ինդոնեզիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի։ Այս մասին հաղորդում է Reuters-ը, հղում անելով փրկարարական ծառայություններին։ Գործակալությունը ավելի վաղ հայտնել էր 5 զոհի մասին, սակայն փրկարարական աշխատանքների ընթացքում զոհերի թիվը աճել է։ Երկրաշարժը տեղի ունեցել շաբաթ օրը Ինդոնեզիայի արևելյան ափին և ունեցել է 7.7 մագնիտուդ ուժգնություն։ Տարածքում գրանցվել են նաև տասնյակ ցնցումներ։ Թրամփը հայտարարել է, Միացյալ Նահանգները չեն ցանկանում ոչնչացնել Իրանը։ Միաժամանակ նա զգուշացրել է Իրանի կողմից հարձակման դեպքում Վաշինգտոնի պատասխանը կլինի 100 անգամ ավելի ուժեղ։ Նա արձագանքել է այն պնդումներին, թե Թեհրանը կարող է ավելի ագրեսիվ դիրքորոշում որդեգրել Մերձավոր Արևելքում։ ԱՄՆ նախագահի խոսքով Վաշինգտոնը կարող է էապես ոչնչացնել ամեն ինչ, սակայն չի ցանկանում գնալ այդ ճանապարհով։
Ռուսական զորքերը հարձակվել են Յուժնի նավահանգստում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված ռազմական պահեստների վրա։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով թիրախավորվել են վառելիքի և 27-երի պահեստները։ Գերատեսչությունը հայտարարել է շարունակում է հեռահարան օդաչու թռչող սարքերով հարվածները նավահանգստային ենթակառուցվածքներին։ Ռուսական կողմի հաղորդմամբ թիրախավորվում են նաև Ուկրաինայի զինված ուժերի շահերին ծառայող ծովային նավերը։ Մասնավորապես Օդեսայի նավահանգստում հարված է հասցվել Պարեկային նավակին։ Իրանի փոխարգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է Հորմուզի նեղուցը կվերահսկվի բացառապես Իրանի կողմից։ Նրա հայտարարությունը հնչել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նեղուցը Միացյալ Նահանգների տարածք հայտարարելու մասին խոսքերի ֆոնին։ Վերջինս ընդգծել է Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի սպառնալիքներից կամ ուժի ցուցադրումից։ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան աշխատում են Ուկրաինայի հակամարտության կարգավորման համար սեփական բանակցային ձևաչափ ստեղծելու ուղղությամբ։ Եվրոպական երկրները մտահոգված են Թրամփի վարչակազմը կարող է իրենց դուրս թողնել բանակցային գործընթացից։ Եվրոպացի դիվանագետները մշակում են ապագա բանակցությունների ձևաչափ, որը պետք է ներկայացնի եվրոպական երկրների ընդհանուր դիրքորոշումը։ Փարիզն ու Բերլինը առաջատար դեր են ստանձնել այդ դիրքորոշման մշակման գործում, մինչդեռ Լոնդոնը ավելի զգուշավոր մոտեցում է ցուցաբերում։ Բրիտանական ծովային առևտրային գործողությունների կազմակերպության հաղորդմամբ Հորմուզի նեղուցի շրջանում անհայտ արգի հարվածից նավ է վնասվել։ Միջադեպը տեղի ունեցել ուրբաթ երեկոյան, համաշխարհային համակարգված ժամանակով մոտ 20:00-ին։ Նավի անձնակազմի շրջանում տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Միջադեպի հանգամանքները առայժմ չեն պարզվել։ Նաև հայտնի չէ, թե որտեղից է արձակվել նավը վնասված արկը։ Մեծ Բրիտանիան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի Միացյալ Թագավորության հասցեին արված հայտարարություններն անվանել է լիովին անընդունելի։ Նեթանյահուն հարցազրույցում Մեծ Բրիտանիան նվաստացուցիչ ձևով անվանել էր Իսլամական Հանրապետություն։ Բրիտանական կառավարության ներկայացուցիչը հայտնել է Լոնդոնի իր դիրքորոշումը փոխանցել է Իսրայելի կառավարությանը։ Իսրայելի կառավարության ներկայացուցիչ Դեյվիդ Մենսերը փորձել է մեղմել Նեթանյահուի խոսքերը, պնդելով, որ վարչապետը պարզապես մեջ բերել է մեկ այլ քաղաքական գործչի։ Մենսերի խոսքով նմանատիպ արտահայտություն ավելի վաղ արել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը։ Չինաստանը կոչ է արել Միացյալ Նահանգներին դադարեցնել հարավչինական ծովում լարվածության սրումն ու առճակատման հրահրումը։ ՉԺՀ-ԱԳՆ ներկայացուցիչ Գո Ցյակունը հայտարարել է Հուանյան կղզին Չինաստանի բնիկ տարածքն է։ Նրա խոսքով կղզում ազգային բնության արգելոցի ստեղծումն ու կառավարումը Չինաստանի ինքնիշխան իրավասության հարցն են։ Պեկինը մերժել է ԱՄՆ-ի հղումների 2016 թվականի հարավչինական ծովի վերաբերյալ արբիտրաժային որոշմանը, այն համարելով ապօրինի և իրավաբանական ուժ չունեցող։ Չինաստանը Վաշինգտոնին նաև կոչ է արել ծովային հարցերը չօգտագործել Չինաստանին վարկաբեկելու համար։ Ճապոնիան ձեռնամուխ է լինում 14500 տոննա ջրատարողությամբ հակահրթիռային պաշտպանության համակարգով հագեցած խոշորագույն ականակրի կառուցմանը։ Նախագիծը ներկայացվում է որպես պատասխան Արևելյան Ասիայում փոփոխվող իրավիճակին, այդ թվում Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումներին և Թայվանի շուրջ լարվածությանը։ Նավը նախատեսված է միաժամանակ մի քանի արագընթաց օդային թիրախներ հայտնաբերելու և խոցելու համար։ Այն կարող է հետագայում պայքարել նաև գերձայնային թիրախների դեմ։ Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի սահմանից ոչ հեռու անօդաչու թռչող սարքի անկման մասին։ Դրոնը ընկել է Տուլչա Ժուդեցի Լունկավիցա կոմունայի մերձակայքում, սահմանից մոտ 5 կիլոմետր հեռավորության վրա։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը չի ճշտել, թե ում էր պատկանում անօդաչու սարքը։ Գերատեսչության տվյալներով ռադիոլոկացիոն համակարգերը օդային թիրախը չեն արձանագրել, քանի որ այն թռչում էր շատ փոքր բարձրությամբ։ Դրոնը կործանվել է անտառապատ տարածքում, իսկ տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Wildberries և վաճառողների հնարավոր ընդհանուր վնասը գնահատվում է 6-ից 800 միլիարդ ռուբլի, շուրջ 9.54 միլիարդ դոլար։ Data Insight-ի գնահատման պահեստների և ենթակառուցվածքների վերականգնումը կարող է արժանալ մինչև 223.1 միլիարդ ռուբլի։ Տարածքի ամբողջական ապամոնտաժման, թափոնների հեռացման և ռեկուլտիվացիայի անհրաժեշտության դեպքում ծախսերը կարող են հասնել 278.9 միլիարդ ռուբլու։ Վաճառողների հնարավոր կորուստները նախնական գնահատմամբ կազմում են 445-ից 507.8 միլիարդ ռուբլի։ Պետդումայում արդեն քննարկվել են տուժած վաճառողներին աջակցության տարբերակները, այդ թվում միանվագ փոխհատուցումներն ու հարկային արտոնությունները։ Թրամփը հայտարարել է շատ շուտով կարող է Հորմուզի նեղուցը հայտարարել Միացյալ Նահանգների տարածք։ Նրա հայտարարության ֆոնին հիշեցվում է, որ Իրանը նախկինում հայտարարել էր նեղուցի զգալի հատվածի նկատմամբ փաստացի վերահսկողության մասին։ Թեհրանը նաև մտադիր է մաքսատուրքերի համակարգներ դնել ի պատասխան ԱՄՆ-ի կողմից սկսված պատերազմի։ Թրամփը բազմիցս հայտարարել է Միացյալ Նահանգները վերահսկում են Հորմուզի նեղուցը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 12 ժամվա ընթացքում ռուսական հոպմիջոցները խոցել եւ ոչնչացրել են 221 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Գերատեսչության տվյալներով դրանք ինքնաթիռային տիպի անօդաչուներ են։ Հարվածները արձանագրվել են Մոսկվայի ժամանակով 8:00-ից 20:00 ընկած ժամանակահատվածում։ ԱԹՍ-ները խոցվել են Ռուսաստանի մի շարք մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամարսի եւ Ղրիմի տարածքների վրա։ ՌԴՊՆ-ն հայտնել է նաեւ Ազովի եւ Սև ծովերի ջրային տարածքներում անօդաչուների ոչնչացման մասին։ ԱՄՆ զինվորականները նախատեսում են մինչև սեպտեմբերի վերջ ամբողջությամբ դուրս բերել իրենց զորքերը Իրաքից։ Զորքերի դուրսբերումը կնշանակի Իրաքում ԱՄՆ ռազմական ներկայության ավարտը, որը սկսվել էր 2003 թվականի ներխուժումից հետո։ 2024 թվականին Վաշինգտոնն ու Բաղդադը պայմանավորվել էին աստիճանաբար դադարեցնել ԱՄՆ-ի ղեկավարությամբ իրականացվող գործողությունները։ Այդ գործողությունները հիմնականում ուղղված էին Իսլամական պետություն խմբավորման դեմ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 14-ի կարգադրությամբ Արմեն Մարկոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Նախագահի մեկ այլ կարգադրությամբ Մարկոսյանը 2026 թվականի օգոստոսի 14-ից ազատվել է Հանրապետության նախագահի օգնականի պաշտոնից։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5 ժամկետային զինծառայողների շրջանում։ Այս մասին հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Մամուլում հաճախ կհանդիպեն հրապարակումների, որ բանակում տարվա ընթացքում արձանագրվել է մահվան 30 դեպք, բայց որևէ մեկը չի նշում այդ 30 դեպքից քանիսն են հենց բուն բանակում տեղի ունեցել, որոնք են կապված ծառայության հետ եւ քանիսը ծառայության հետ կապված չեն։ Նույնիսկ եթե մահվան դեպքերը ծառայության հետ են կապված, արդյոք դրանք բոլորը սպանություններ եւ ինքնասպանություններ են, թե ոչ, նշել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը։ Նա ընդգծել է, որ բանակում մահվան դեպքերի աճի մասին խոսակցությունները Պաշտպանության նախարարության ունեցած վիճակագրությամբ չեն հիմնավորվում։ Հայաստանում այս տարվա առաջին 6 ամիսներին ընտանիքներում բռնության 814 դեպք է արձանագրվել։ Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն դեպքերի մեծ մասը գրանցվել է ամուսինների միջև։ 341 դեպքում բռնությունը կատարվել է ամուսնու կողմից կնոջ նկատմամբ, 17 դեպքում կնոջ կողմից ամուսնու նկատմամբ, 48 դեպք արձանագրվել է ծնողի կողմից զավակի, իսկ 73-ը զավակի կողմից ծնողի նկատմամբ, ընտանիքի այլ անդամների կողմից արձանագրվել է բռնության 190 դեպք։ Միաժամանակ տարվա առաջին 6 ամիսներին բռնության է ենթարկվել 310 անչափահաս, որոնցից 161 աղջիկներ։ Պաշտոնական վիճակագրության համաձայն 90 անձ ենթարկվել է սեռական բռնության, 543-ը ֆիզիկական ներգործության, իսկ 826-ը հոգեբանական բռնության։ Իրականացվել է Ռուսաստանից Հայաստան հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով տարանցմամբ, այս մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Բալաջարի կայարանից Բեյուք-Քեսիկի ուղղությամբ ուղարկվել է 560 տոննա ընդհանուր քաշով ցորենով բեռնված 8 վագոն։ Օգոստոսի 14-ին ժամը 20:00-ից ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են նահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես Երևան քաղաքի կենտրոն, Նոր-Նորք, Էրեբունի, Մալաթիա, Սեբաստիա վարչական շրջաններում, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում։ Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ։ ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը շարունակում են դիտարկել որպես կազմակերպության դաշնակից, ՌԻԱ Նովոստիին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թալաթբեկ Մասադիկովը։ Հայաստանը հենց սկզբից եղել է ակտիվ եւ ներդաշնակ անդամ պետություն, արժանի ներդրում ունենալով հավաքական ներուժի ամրապնդման գործում, եւ ՀԱՊԿ անդամ պետությունները շարունակում են այս երկիրը դիտարկել որպես կազմակերպության դաշնակից, հայտնել է Մասադիկովը։ Օգոստոսի սկզբին ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլյևը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ կազմակերպության մարմիններում Հայաստանի ձայնի իրավունքը դադարեցնելու համար անհրաժեշտ է կոնսենսուս։ Նրա խոսքով ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը կկայանա նոյեմբերի 11-ին Մոսկվայում եւ պետությունների ղեկավարները հավանաբար կքննարկեն այդ հարցը։ Վերջին 2 շաբաթների ընթացքում ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգեր էին ստացվել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուրներից գողություններ են կատարվում։ Ապշտակել էին խաչեր, գավաթներ, մյուռամաններ եւ եկեղեցական այլ պարագաներ։ Պարզվել է, որ եկեղեցիներից ու մատուրներից գողությունները կատարել են Արմավիր քաղաքի 30 եւ 38-ամյա տղամարդիկ։ Օգոստոսի 14-ին ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Երասխ ճանապարհի Շաումյան գյուղի հատվածում նրանք հայտնաբերվել են գողություն կատարելու անմիջականորեն կասկածով ձերբակալվել եւ Նիսան Մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել են Արտաշատի բաժին, իսկ մեքենան պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է նաեւ, որ տղամարդիկ հասցրել են գողոնի մի մասը վաճառել, գողոնի մնացած մասը հայտնաբերվել է մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում։
Երեք ազգային ժողովում ընդդիմություն իշխանություն թե բանավեճից հետո, ինչը սկսվել էր Էդգար Ղազարյանի ելույթից հետո, այսօր ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասել էր, որ Էդգար Ղազարյանը պետք է ներողություն խնդրի երեկվա պահվածքի համար, ինչը սակայն չարեց նա։ Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ չի պատրաստվում վայր դնել պատգամավորական մանդատը, շարունակելու է իր գործունեությունը եւ ամենևին նեղացած չէ իր խմբակցության անդամներից, որի պատճառն էլ չունի, քանի որ իրեն պաշտպանել են։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն էլ հայտարարել է, որ ուժեղ Հայաստան խմբակցությունը քննարկել է Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը եւ որոշում է կայացվել, որը բաղկացած է երկու մասից։ Որոշում եղել է, պատասխանը տրվել է, նշել է Նարեկ Կարապետյանը։ Ալեն Սիմոնյանի անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվելուց հետո կատարվել է առաջին կադրային փոփոխությունը։ Քարտուղարի գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Անահիտ Շիրինյանն ազատվել է պաշտոնից Փաշինյանի որոշմամբ։ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումը ապօրինի է նաև այն պատճառով, քանի որ շրջանցվել է սահմանադրությամբ եւ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պատգամավորական անձեռնմխելիությունը հաղթահարելու պարտադիր պայմանը, ասել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Մեր երկրում աղքատությունը 600,000 մարդու դռանն է կանգնած։ Վերջին 8 տարվա ընթացքում աղքատությունը իջել է ընդամենը 2-3%։ Այն դեպքում, երբ երկիրը վերցրել է 7-ից 8 միլիարդ դոլարի նոր վարկ, ազգային ժողովի նիստում հայտարարել է ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Նա նշել է, որ վերջին տարիներին հնայի աճը կազմել է 5 տրիլիոն դրամ, մեծ թիվ է, իսկ գիտեք ինչից է կազմված հնայի աճը, եկեք նայենք, թե հնայի աճի մեջ ինչքան տոկոս ազդեցություն ունի պետական պարտքը։ Հնայի 5 տրիլիոնից 2.5 տրիլիոնը պետական պարտքն է, այսինքն մենք ինչքան աճել ենք դրա կեսը պետական պարտքն է, նշել է Նարեկ Կարապետյանը։ Նրա խոսքով 2026 թվականի առաջին կիսամյակում գյուղատնտեսությունն անկում է գրանցել 1.4 միլիարդ դոլար վարկ ենք վերցնում, բայց գյուղացին աղքատանում է, տնտեսական մոդելի կարդինալ փոփոխություն է պետք, այս մոդելով մենք Լիբանանի օրն ենք ընկնելու։ Պատգամավորներից հարցեր հնչում, թե ինչ կլինի, եթե սնանկություն հայտարարի երկիրը, ինչ կլինի, կմտնի միջազգային ֆինանսավորում, ֆինանսականի կառույցների կառավարում եւ միջազգային ֆինանսական կառույցները սկսեն թելադրել մեզ ինչ վարկեր, ինչ աշխատավարձել տալ եւ չտալ, նշել է Նարեկ Կարապետյանը։ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Ազատի կացարանում տեղի ունեցած զրդեհի գործով դատաքննությունը, որի ընթացքում ցուցմունք է տվել մեղադրյալ Եղիշե Հակոբյանը։ Նա նշել է, որ սկզբում փորձել է բուշլատով հանգցնել կրակը, ապա ներսում փորձել է գտնել միջոցներ այն մարելու համար, իսկ դրսից ձայներ լսելուց հետո կրակի միջով դուրս է եկել, նշելով, որ հրդեհի բռնկումից մինչև իր դուրս գալը մոտ 8 րոպե է անցել։ Հակոբյանի խոսքով բաց կրակը տեսել է վառարանի սենյակում, իսկ ննջասենյակում կրակ չի նկատել եւ դուրս գալուց հետո փորձել է նաև պատուհաններից ներս մնացած զինծառայողներին դուրս բերել։ Նշենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։ Ադրբեջանից ռուսական ցորենի նոր խմբաքանակ է հասել Հայաստան, ըստ ապայի օգոստոսի 13-ին Բիլաջարի կայարանից Բոյուկ քեսիկ է ուղարկվել հացահատիկով լիվ 6 երկաթուղային վագոն ընդհանուր 420 տոննա քաշով։ Եվրամիությունը ողջունում է Բաքվի եւ Երևանի միջև առաջընթացը Վաշինգտոնյան համաձայնագրերից հետո անցած մեկ տարվա ընթացքում հայտնել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության ծառայության մամուլի քարտուղար Անիտա Հիփերը։ Եվրոպական միությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև առևտրային եւ տարանցիկ սահմանափակումների վերացումը, ինչպես նաեւ հասարակությունների միջև շփումների ընդլայնումը համարում է Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի նախագծի նախաձեռնումից անցած տարվա կարևոր արդյունքներ։ Խաղաղության համաձայնագրի նախագծի նախաձեռնումը եւ խաղաղության գործընթացի վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը օգոստոսի 8-ին դարձան պատմական քայլեր Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ճանապարհին, ասել է մամուլի ծառայության ղեկավարը։ Ռուսաստանը ԱՄՆ-ին վերջնագրեր չի ներկայացնում որպես բանակցությունների նախապայման պահանջելով դադարեցնել Կիևին ցուցաբերվող աջակցությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Նախարարը նշել է Մոսկվան Վաշինգտոնին որևէ վերջնագիր չի ներկայացնում։ Լավրովը պատասխանել է ամերիկյան աջակցությունը դադարեցնելու համար խիստ պահանջներ ներկայացնելու անհրաժեշտության մասին հարցին։ Մենք վերջնագրեր չենք դնում, ասել է նախարարը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն խիստ քննադատել է Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Իսրայելի նկատմամբ եւ երկրում ներգաղթի ծավալները։ Նա Մեծ Բրիտանիան անվանել է Բրիտանիայի Իսլամական Հանրապետություն։ Նեթանյահուն հայտարարել է ժամանակակից Մեծ Բրիտանիայում անհնար է գտնել Իսրայելի պատմության օբյեկտիվ կամ բարեհաճ լուսաբանում։ Նա նաեւ խոսել է Եվրոպայում տեղի ունեցող ժողովրդագրական եւ քաղաքական փոփոխությունների մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Դոնեցկի ժողովրդական հանրապետության եւս 3 բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։ Ըստ գերատեսչության կենտրոն զորախմբավորման ստորաբաժանումները ազատագրել են Տրոեցկոյե եւ Պետրովկա բնակավայրերը։ Նախարարության տվյալներով օգոստոսի 13-ին ազատագրվել է նաեւ Նովոնիկոլաևկա բնակավայրը։ Հարվածների թիրախումս ռուսական կողմի եղել են ռազմական արդյունաբերության, լոգիստիկայի, էներգետիկայի եւ տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին քննադատել է Իրանի նկատմամբ Եվրամիության հայտարարությունները մարդու իրավունքների պաշտպանության հարցով։ Նրա խոսքով Եմենն իր անցյալի եւ ներկայիս գործելակերպի պատճառով բարոյական հիմք չունի ուրիշներին խրատելու։ Արաղչին նաեւ նշել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ գործողությունների շարունակությունը, այդ թվում ռազմածովային շրջափակումը։ Նա հայտնել է, Իրանը շարունակում է պաշտպանել իր ազգային շահերն ու անվտանգությունը եւ ներկայացնել Օմանի հետ բանակցությունների ընթացքը Հորմուզի նեղուցում անվտանգնավարկության վերաբերյալ։ Իրանի ԱԳ-նախարարը Եմենին մեղադրել է երկակի չափանիշների եւ կեղծավորության մեջ, հատկապես պաղեստինցիների եւ տարածաշրջանում ռազմական գործողությունների հարցում։ Թուրքիան 2027 թվականի առաջին ամիսներին նախատեսում է սեփական լուսագնացն ուղարկել լուսին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթի Քաջերը։ Նրա խոսքով լուսագնացը կունենա Թուրքիայի մշակված հիբրիդային շարժչի համակարգ։ Նախարարը հայտնել է սարքի արձակման ժամանակացույցը արդեն հստակեցված է։ Վերջինս նաեւ նշել է լուսագնացի բոլոր փորձարկումները հաջողությամբ ավարտվել են եւ ծրագիրը կարևոր քայլ է Թուրքիայի տիեզերական կարողությունների զարգացման համար։ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է երկրի հարավում ստեղծված իրավիճակն ու շարունակվող բանակցությունների ռազմական կողմը։ Նա հանդիպել է Լիբանանում ԱՄՆ դեսպան Մայքլ Իսայի եւ հատուկ ռազմական համակարգող խմբի ղեկավար գեներալ Ջոզեֆ Քլիրֆիլդի հետ։ Սալամը պնդել է Իսրայելի ավերիչ գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը։ Նա նաեւ պահանջել է դադարեցնել փորձարկման գոտիների ընդլայնումը եւ սահմանել իսրայելական զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույց։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները իրականացվելու են։ Նրա խոսքով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս հստակ հայտարարել է այդ նպատակների իրականացման մասին։ Լավրովը նշել է Ռուսաստանը չի պատրաստվում անցնել այն մեթոդներին, որոնք իր գնահատմամբ կիրառում է Ուկրաինան։ Միաժամանակ նա հայտարարել է Մոսկվան պատրաստվում է ավելի խստացնել սեփական մեթոդները։ Մենք չենք իջնի այդ մակարդակին, բայց մեր սեփական մեթոդները կդարձնենք շատ ավելի խիստ։ Մուտքի կողմից Կիևի ռազմական մեքենան սնուցող ամեն ինչի ոչնչացման համար, ասել է Լավրովը։ Մարոկոն եւ Իսպանիան մեծացրել են իրավապահների ներկայությունը Սեուտայի սահմանին, ներգաղթյալների հնարավոր նոր զարգացային հոսքի մտավախության պատճառով։ Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում տեղակայել է 880 ոստիկան եւ 714 քաղաքացիական գվարդիայի աշխատակից։ Այս թիվը գրեթե 500-ով գերազանցում է նախորդ զանգվածային ներհոսքի ժամանակ ներգրավված իրավապահների քանակը։ Թրամփը կարող է խուսափել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ նրա վիճահարույց հեղինակության պատճառով։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի նախկին խորհրդական Բերի Բրիսկինը։ Նրա խոսքով Թրամփը դիտավորյալ հեռանում է Նեթանյահուից, քանի որ վերջինս այսօր ԱՄՆ-ում մեծ ժողովրդականություն չի վայելում։ Նա նշել է Նեթանյահուի հետ սերտ կապը կարող է բացասաբար անդրադառնալ Թրամփի դիրքերի վրա միջանկյալ ընտրություններից առաջ։ Միաժամանակ վերջինս կարծում է ներկայիս սառեցումը չի նշանակում երկու քաղաքական գործիչների հարաբերությունների ճգնաժամ։ Զելենսկին հայտնել է երկրի տարբեր բնակավայրերում ռուսական հարվածների հետևանքով զոհերի եւ վիրավորների մասին։ Դոնեցկի մարզի Կրամատորսկում կառավարվող ավիառումբի հարվածից փլուզվել է 10 հարկանի շենքի մուտքերից մեկը, առաջինից մինչև 6-րդ հարկերը։ Այդ հարվածի հետևանքով 1 մարդ զոհվել է եւս 16-ը վիրավորվել։ Սումիի մարզի Ստեփանովկա բնակավայրում շահեդի հարվածից վնասվել է մասնավոր տուն, ինչի հետևանքով զոհվել է 2 մարդ, այդ թվում երեխա։ Չերկասիի մարզի Սմելայում ռուսական ԱԹՍ-ի հարվածից բնակելի շենքում հրդեհներ են բռնկվել, իսկ տարբեր մարզերում վնասվել են բնակելի տներ եւ ենթակառուցվածքներ, կան նաեւ վիրավորներ։ Ուժեղ Հայաստան խմբակցությունը ազգային ժողովի տարածքային կառավարման բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Դավիթ Ղազինյանին։ Ազգային ժողովում ներկայացվել է նրա կենսագրությունը։ Ըստ ազգային ժողովի կանոնակարգ օրենքի ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովներից 8-ում նախագահը կլինի քաղաքացիական պայմանագրից, 3-ը ուժեղ Հայաստանից եւ 1-ը Հայաստան խմբակցությունից։
Գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանի կնոջ Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքը Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող 0.3 հա հողամասի նկատմամբ դադարեցվել է։ Այս մասին հայտնել են դատախազությունից Սևան ազգային պարկի եւ Նազիկ Ամիրյանի միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված պայմանագիրը լուծարվել է եւ հողատարածքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։ Հայաստանում այս աշնանից կմեկնարկի կենսաչափական անձը հաստատող նոր փաստաթղթերի տրամադրումը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Նոր կենսաչափական ազդագիրը կարժենա 28650 դրամ, նախկին 25000 դրամի փոխարեն եւ կտրամադրվի 10 տարի ժամկետով։ Իսկ նույնականացման քարտի արժեքը կլինի 5950 դրամ, նախկին 3000 դրամի փոխարեն 5 տարի վավերականությամբ։ Արցախից տեղահանված ավելի քան 40,000 անձ արդեն ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, նրանցից ավելի քան 12,000-ը անչափահասներ են։ Այս մասին հայտնել է Արմեն Ղազարյանը։ Մինչև այս պահն արդեն իսկ ունենք 40,000-ից ավելի տեղահանված անձինք, որոնք ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Նրանցից ավելի քան 12,000-ը անչափահասներ են, ասել է Ղազարյանը։ Նրա խոսքով բնակարանային ծրագիրը նպաստել է նաև քաղաքացիություն ստանալու համար դիմումների թվի աճին։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կենտրոն քրեակատարողական հիմնարկից ուղերձ է հղել, անդրադառնալով հայաստանյան գործարարների եւ արտահանողների խնդիրներին, ընդգծելով, որ լավ հասկանում է նրանց մտահոգությունները։ Նա նշել է, որ փոքր ու միջին բիզնեսը Հայաստանի տնտեսական ողնաշարն է, իսկ բիզնեսի ստեղծումը տարիների աշխատանք է պահանջում, մինչդեռ այն կարող է կործանվել ամիսների կամ նույնիսկ շաբաթների ընթացքում։ Ծառուկյանի խոսքով հայկական արտահանողները լուրջ խնդիրների առաջ են կանգնել եւ ավանդական շուկաներում նրանց տեղերն արդեն զբաղեցնում են այլ երկրների, այդ թվում ադրբեջանական արտահանողները։ Նա ընդգծել է, որ շուկաների կորուստը միայն գործարարների խնդիրը չէ, քանի որ այն կարող է խաթարել ամբողջ տնտեսական շղթան եւ իր հետևանքները տարածել հասարակության վրա։ Այս մարդկանց վրա է պահվում մեր պետությունը, այս մարդիկ մեր երկրի տնտեսական ողնաշարն են։ Նրանց շահը ամբողջ երկրի շահն է, նրանց վնասը բոլորիս վնասն է։ Ես շատ լավ եմ հասկանում, ինչ են զգում այն գործարարները, որոնց զրոյից սկսած բիզնեսները հայտնվել են ոչնչացման վտանգի առջև, նշել է Գագիկ Ծառուկյանը։ Դատարանը վերադարձրել է միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակի նախկին ղեկավար Միասնության թևեր կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս համակարգից։ Դատավոր Ալֆրեդ Վարդանյանը հայցադիմումը վերադարձնելու հիմքում մի քանի թերություն է նշել։ Հայցադիմումում չի նշվել Լիպարիտ Դրմեյանի հայրանունը, ինչպես նաև նրա հաշվառման վայրի հասցեն, իսկ հայցադիմումի եւ դրանքից փաստաթղթերի պատճեններն ուղարկվել է Նիկոլ Փաշինյանի հաշվառման հասցեով։ Սակայն ավելի քան ակնհայտ փաստ է, որ պատասխանողի հաշվառման հասցեն միաժամանակ չի հանդիսանում վերջինիս փաստացի բնակության եւ ծանուցման հասցե։ Հետևաբար ստացվում է, որ հայցադիմումում չի նշվել նաեւ ծանուցման հասցեն, իսկ ներկայացված անդորագիրը չի կարող հանդիսանալ հայցադիմումի օրինակը եւ դրանքից փաստաթղթերի պատճենները պատասխանողին ուղարկել է հավաստող պատշաճ ապացույց, արձանագրել է դատարանը։ Մոսկվայի Վնուկովո, Դոմոդեդովո, Ժուկովսկի եւ Շերեմետևո օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել մուտքային եւ ելքային չվերթների վրա։ Այս մասին հայտարարել է օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։ Գործակալության տվյալներով սահմանափակումները կապված են անվտանգության նկատառումներով։ Դրանց հետևանքով օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել կամ սահմանափակվել է չվերթների բնականոն սպասարկումը։ 20-րդ դարի վերջին տասնամյակներին տարածված ռիսկ սեղանի խաղը հիմնված էր աշխարհի տարբեր հատվածների նկատմամբ վերահսկողություն հաստատելու եւ աստիճանաբար ընդլայնվելու գաղափարի վրա։ Financial Times-ը հաղորդում է, իրական աշխարհաքաղաքական ռիսկ խաղում Պակիստանը կարող է դիտարկվել որպես առանցքային կապող օղակ, թեև խաղի բնօրինակ քարտեզներում նրա տարածքը բաժանված է Հնդկաստանի, Աֆղանստանի եւ Մերձավոր Արևելքի միջև։ Պակիստանը փորձում է միաժամանակ հարաբերություններ զարգացնել Վաշինգտոնի, Պեկինի, Ծոցի, Սուննի միապետությունների եւ Շիա Իրանի հետ իր համար ավելի նախաձեռնողական միջազգային դեր ապահովելու նպատակով։ Պարբերականի գնահատման Պակիստանի արտաքին քաղաքական ճկունությունը նրան նոր հնարավորություններ է տալիս, սակայն ներքին անկայունությունը ու անվտանգության խնդիրները կարող են վերածվել այդ խաղի ամենավտանգավոր գործոնների։ Եղանակը առաջիկա օրերին օգոստոսի 15-ից 19-ի գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ 15-ից 17-ն առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։